Սասնա ծռեր, գհատոր Ժպատում, Սասնա ծռեր, պատմեց Մարտունեցի Մկրտիչ Ավետիսյանը, Մարտունի Վաղաշեն գյուղ, գրառված է 1973 թվականին։ Մեծ մհեր Մհեր եղերա Սանասարի տղեն, բաղթասար Սանասար աղբեր են, ենտոնց պատմություն էլ առանձին է, բայց եդի չեմ կարող պատմել։ Մհեր մի տղա էր, ոչ մի բան չկար։ Հետոնց երկիրն էլ անասուններ պախին, խաց չունին օրուտին։ Խաց ուրիշ տեղից էր բերին։ Մնաց որ այդ մարդկանց խացի պակզությունը զգացին։ Երբ որ խացի պակզությունը զգացին, մհերն էլ երիտասարդ տղա էր, փոքր, 15 տարեկան։ Հարց տվեց քերի ասեց, քերին վերաբնակիչ ա ուրանց մոտ, հա։ Քերի ասեց, անչի մեզի խաց չկա, ինչն է պատճառ խաց չկա։ Ասեց, մենք խաց չցանենք, մեզի ասեց կորեկ կա, սասուն կորեկից բացի բան չցանի։ Կորեկ կա, կորեկն էլ ասեց, խացի նման չէ, մեր խաց ուրիշ տեղից ա գուկա։ Ես այսինչ երկրներուց ա գուկա։ Այդ երկրներու անուններն էլ չգիտեմ։ Մենք գետին կբերինք, ասեց ընչի չբերինք, ենտեն էլ չկա խաց։ Ասեց չէ, ենտեղ կա, ասեց մի հատ ճանավար ա, դուշ եղեց ճամփու վրա, ժողովրդին կուտա, ժողովուրդ չիշխնա էդ հանկան, ինչ ճանավար ա, ասեց մեծ ճանավար ա, արյուծ ասեց, ամբողջ ճանավարներու մեծն ա, էդ մեծ ճանավարի ախուն ասեց, չեթան, քերի ասեց, էդ իմալ կուտա մարդու, մոտեված կուտա քերի, թե հերևանց, չէ ասեց բալաջան մոտենան նոր կուտա, որ մոտենան կուտա ես կեթամ, էդ թխնձի ուտա, որ մոտենա կուտա, մհեր կեթա, ժողովրդին կսեն մհեր կեթա ճամփա էլ է կացեք խետն, ոչ մի բան էլ չեն է կացեք խետն, մհեր ճամփա բանա էթակ խացի, կեթան, արյուս նոր կուկա կսե, էսի արյուց կսա խա, ասմա զենքով բանով թրով բանով չեղի զանեք, էսի զենք չունի, ես է դոր խետ կկրվիմ, գուլաշ խասիմ, կսա աստված ընձի տվեց, թե էդոր։ Եսի ասմա զենք չունի, ես էլ չունեմ, գետա բրնա կաշակը ճղա, անուն կմնա արյուծաձև մհեր, ու էդ ժամանակվանից թագավորություն կխաստատեն մհերին, երկրի թագավոր կդառնա մհեր։